դուք եւս այստեղ եք, ձեր աջակցությունն եք հայտնում, ենթադրում եմ եկեղեցուն, վեհափառին, այ որքանով է կարևոր այս ուխտագնացությունները եւ որքանով է կարևոր, որ մարդիկ էլ բաց հայտնեն իրենց աջակցությունը եկեղեցուն եւ Կարծում եմ նման ուխտագնացությունները ու ընդհանրապես նման հոգեվոր թե քաղաքացիական ակցիաները ունեն միասնականության, բռունցքվելու հայ առաքելական եկեղեցու հետևորդների, նրա նվիրյալ զավակների կողմից իրենց սատարման, իրենց հավատավորության խոսքը փոխանցելու ու նաև մեր երկրի ներսում տեղի ունեցող այն բացասական երևույթների նկատմամբ նաև սա ինչ-որ ցուցադրություն է, որ մարդիկ մեծ առումով ժողովուրդը համաձայն չէ այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում եւ համապատասխան կառույցները, մարդիկ, խմբերը պիտի կարողանան հետևություններ անել, որովհետեւ ինչքան այդ անջրպետը հասարակության ու իշխող ուժի մեջ խորանա, այնքան անդառնալի կլինեն դրան հետ բերելու գործողությունները։ Իսկ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը տեսնելով, որ եկեղեցուն եւ վեհափառին բազմաթիվ մարդիկ են աջակցում, ըստ ձեզ հետ կկանգնի իր մտադրություններից։ Գիտեք, մտադրությունները վերաձևակերպելու տենդենսներ եմ ես տեսնում, ըստ էության որևէ մեկը դա լինի Նիկոլ Փաշինյան եւ չգիտեմ այլ կառավարիչ կամ ղեկավար հայ առաքելական եկեղեցուն չի կարող էական որևէ վնաս տալ, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին դարերի ու հազարամյակների պատմության ընթացքում կարողացել է իր ուժը, իր միասնականությունը, նաև պայքարի իր տենդենսները այնպես պահել, որ փոխանցի մինչև 21-րդ դար, հետեւաբար չեմ կարծում, թե ժամանակավոր որևէ կառավարություն, ժամանակի կամ քաղաքական ինչ-ինչ մանիպուլյատիվ գործողությունների արդյունքում կարող է մեծ ազդեցություն ունենալ հայ առաքելական եկեղեցու վրա։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, արդեն գտնվում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, ինչպես նշեցի այսօր պատարագ տեղի կունենա, նշեմ, որ երթի մասնակիցները քայլերթով Զվարթնոց տաճարից եկան մինչև Մայրաթոր Սուրբ Էջմիածին նախաձեռնության